Բոլորի դիրքորոշումը մենք համաձայնեցինք սոցիալական հարցերի մասով քննարկումներ ունենալ կառավարության հետ։ Նախապայմանը այն է, որ կենսական նշանակություն ունեցող սոցիալական խնդիրները պետք է լուծվեն եւ դիրքորոշումը հստակել, որ մինչև բացակայությունը բնակարանով չապահովի, մինչև բնակարանային ծրագիրը մատչելիք չլինի մեր բոլոր հայրենակիցների համար, պետք է բնակարանների աջակցությամբ ծրագիրը շահարկել։ Եվ այն ժամանակ վրանային պայքարի ժամանակ ասպես ձևակերպել, երբ որ ասում են մեկ ամիս, երկու ամիս, մենք կառավարության ասում ենք, որ խնդիրները բազմաթիվ են եւ ձեր կողմից պաշտոնները բազմաթիվ են եւ մեկ-երկու ամիսը բավարար չեն լինելու։ Եվ մենք մեզ հավաստիացրեցինք, որ երկու ամսում մենք այդ խնդիրները կարողանանք լուծել։ Եվ ասենք, որ արդյունքները ներկայացրեցինք, բայց բանակցությունները շարունակվում են, փակուղի չի մտել, բայց մենք ունենք հետեւյալ մի ամսից հետո մեր հայրենակիցների զգալի հատվածը բախվում է շատ ուշ խնդիրները, ասենք նույն խնդիրները, որ բնակարանը չեն կարողանալու տալ եւ սոցիալական ծանրը վիճակի առջ են եկել։ Եվ այդ առումով հստակ ունենք դիրքորոշում։ Այս արդյունքները բավարար չեն։ Մենք հունիսի 23-ին հայտարարել ենք պայքարի երկու փուլի մասին եւ նաեւ ասել ենք ինչ ճանապարհով ենք պայքարել։ Այն հրամարական հայտարարությունները որ արել ենք, որ կառավարությունը դեպի խոստումը չկատարի, միանշանակ դժվար չէ, բայց եկեք բան հստակեցնենք, խորհուրդը կարող է հաջողություն հասնել, եթե այս հարցերի շուրջ, ոչ միայն սոցիալական հարցերի շուրջ, արձակարության իրավունքների Արցախի հարցի շուրջ ունենանք լայն համախմբվածություն։ Այդ պատճառով մինչև հունիսի 23-ը մենք քննարկումներ ենք ունենում մեր հայրենակիցների հետ, քննարկումներ ենք ունենում այն միավորումների հետ, որոնք աջակցել են պաշտպանել մեր մարգարեները, նաև այդ ժամանակում հանդիպումներ եք ունենալու մարզերում մեր հայրենակիցների հետ, տեղում ունենալու ենք խորհրդի ներկայացուցիչները, որոնք եւ համակարգելու են խորհրդի աշխատանքները, թե իրազեկման հետաքրքրությունների մասով, եւ այդ ամենի արդյունքում հունիսի 23-ին խորհուրդ հայտարարելու է իր գործողությունների մասին։ Այսինքն, եթե կարճ ախտորենք, համարում ենք բացառությունները բավարար չեն, կրկին հավաստիացնում ենք այն հրապարակային հայտարարությունները, որ կապանում ենք պատրաստ եք վճռականություն ունենք մենք պայքարելու ենք, ուղղակի այս ժամանակահատվածը պետք է, որպեսզի հանրությանը համաձայնեցնենք։ Բոլորս պետք է գիտակցենք, մեր հայրենակիցները պետք է գիտակցեն, որ խորհուրդը հնարավոր միակ տարբերակ հաջողություն հասնելու մեր համագործակցությունն է։ Եթե մենք հանրային աջակցություն չունենանք, լավ ինչ հայտարարել ենք, որոնից սկսենք անալ, բոլորը հիշում են, ոչ եք հայտարարել։ Եթե մեր հայրենակիցները մեր կողքին չհանձնեն, դարձել չեն կարող լուծել։ Եվ նաև շատ կարճ փորձեմ անհատական, շատ քննարկումներ եւ այլ հրապարակային քննադատություններ եւ այլն, բայց մենք հանրահավաքից հետո մինչև այս 2-3 ամիս ամեն ռեժիմը խորհրդի ներկայացուցիչները աշխատել։ Նաև մարտի 29-ին հանրահավաք ունեցանք, լսել դարձել չեմ մեր արձակարարության խնդիրները բացառացած։ Դրանից հետո մեկ ամիս ունեցանք ռայմերի։ Այդ ընթացքում հասանք նրան, որ կառավարությունը չեղարկեց իրենց նոր ծրագիրը երկու ամսով երկարացրեց։ Բազմաթիվ կազմակերպություններ, ուսանողություններ, միավորումներ դեսպետում Հայաստանում պաշտպանեցին մեր ուղղակի։ Ճնշման ներքո կառավարությունը գնաց քննարկումների եւ վերջնարարություն ամեն բան ասացի մասնարարել, որ ամեն բան որոշակի արդյունք գրանցեցին։ Բայց դա իրաժեք կարող է լինի, եթե եկեղեցու Արցախի հարցը մենք համարում ենք, որ հանրային հայության արժանապատվության հարց է։ Եվ դա մենք կարող հաջողությամբ այդ խնդիրները լուծել, երբ որ ունենանք այս հարցի շուրջ համախմբվածություն։ Պարոն Մարգարյան նաև խորհուրդը նշել էր, որ մարզերում պարբերաբար հանդիպումներ է ունենալու բռնի տեղանված արցախցիների հետ, առ այսօր ինչ աշխատանքներ են տարվել մարզերում, ինչ խնդիրներ ունեն նրանք, դուք տեղեկություններ ունեք։ Մենք հավաքագրել ենք բոլոր խնդիրները, բայց մարզային արձակությունները չեն կատարվել։
Ես ասպես մեկնաբան եմ, այս ընթացքում նաև շատ է քննարկվում խորհրդի մասնակցությունը, նաև հանրային շարժումների մասնակցությունը ակտիվությունը կապված է ինչ պիտի նա անենք, դեռ այն բողոքի ակցիաների հատում համաձայնվել է կառուցողական քննարկումների, գնացել են քննարկումների։ Չեն կարող միաժամանակ նստել բանակցությունների, փորձենք այդ միջավայրում քննարկել լուծել հարցերը եւ միաժամանակ չգիտեմ մարզերում հանդիպումներ ունենալ, կցանով ունենալ կերպար։ Մենք այդ հարցից բանալից այդ հանդիպումները մարզային այցելությունները կանենք եւ տեղում անպայման ունենալ ներկայացուցիչներ, որոնք կհամակարգեն խորհրդի աշխատանքները եւ նաեւ այդ գործողությունների ժամանակ միասնական ձևով որպեսզի արձակուրդությունը կարողանա